Ակունք գյուղի արևելյան մասում վերին Սարալանջ կոչվող թաղամասում է գտնվում Սուրբ Մեսրոպ եկեղեցին, որը կառուցվել է 15-ից 17-րդ դարերում։ 1937 թվականին եկեղեցին քանդվել է։ 2007 թվականին ռուսաստանաբնակ ակունքցի եղբայրներ Արա եւ Արթուր Թադևոսյանների կողմից այն մասամբ վերակառուցվել է, սակայն չի ծառայել իր նպատակին։ Շուրջ 90 տարի կիսակառույց մնալուց հետո 2024 թվականին ակունք բնակավայրի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանը նախաձեռնեց Սուրբ Մեսրոպ եկեղեցու վերակառուցումը։ Աստվածահաճո գործին միացան նաև Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող բազմաթիվ հայրենիներ, բարերարներ, իրենց ներդրումն ունենալով հայրենի բնօրանի եկեղեցուն շունչ ու կենդանություն տալու գործում։ Այս ամենին անմասն չմնաց նաև Վարդենիսի համայնքապետարանը։ Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը եւս իր աջակցությունը ցուցաբերեց վերակառուցման աշխատանքներին։ Հունիսի 21-ին Սուրբ Մեսրոպ եկեղեցին օծվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ գերաշնոր Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անունքո, եկես է արքայություն քո, Եղիցին կամքո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոս պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյի արքայություն եւ զորություն եւ բարք հավիտյանս ամեն։ Սրբազան մյուրոնով օծվեցին եկեղեցու քարերը, խորանը, մկրտության ավազանը, սրբապատկերներն ու եկեղեցու գմբեթի խաչը։ Հայաստան աշխարհն մեր, Եղամա մարզն մեր, Վարդենիսի տարածաշրջանն եւ համայնքն ակունք, Ընթովանյան Սուրբ եւ Պատվական խաչի մտքույ խաղաղության, փրկյա ազատյա հերևելի եւ աներևույն թշնամույն, արժանավորյա գոհության փառավորելս քեզ, ընթոր եւ ընսրբողություն, այժմ եւ միշտ եւ ավիտյանը սահիտենից ամեն, ուրախության անհուն զգացումով կատարեցի ակունք գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցու օծման արարողությունը, որը գիտեմ երկար տարիների սպասված մի իրադարձություն էր ձեզ ակունքցիների համար։ Փառք ու գոհություն եմ մատուցում Աստծուն, որ տիրախնամ մեր թեմից ներս 35-րդ օծված սրբավայրն է իր դռները բացում մեր հավատացյալ ժողովրդի առջև։ Փառք ու գոհություն եմ մատուցում Աստծուն, որ եկեղեցին մեր սուրբ լեցուն է մեր սիրելի հավատացյալներով եւ նրանց ջեր աղոթքներով։ Ապա հնչեցին եկեղեցու զանգերը ավետելով հավատքի եւ միասնականության ուժը։ Այսպիսով կատարվեց Նիկոլա Խաչատրյանի եկեղեցին վերակառուցված տեսնելու երազանքն ու եկեղեցու օծումից հետո իր զավակներին հենց այստեղ մկրտելու ուխտը։ Եկեղեցին վերակառուցվեց եւ օծվեց դառնալով համայնքի նոր հոգեվոր կենտրոնը։ Տոնական միջոցառմանը մասնակցում էին պետական, զինվորական եւ հոգեվոր պաշտոնյաներ, եկեղեցու վերակառուցման գործում ներդրում ունեցած հայրենիներ, բազմաթիվ հյուրեր, հավատավոր ակունքցիներ։ Օծման հանդիսավոր արարողությունը վերածվեց տոնի, որն ուղեկցվեց ելույթներով եւ երաժշտական կատարումներով։ Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ։ Ակունքցիները այսուհետ հնարավորություն ունեն ավելի մոտ գտնվելու եկեղեցում, մկրտություններ, սակրալություններ իրականացնել այստեղ եւ կարողանան իրենց աղոթքը բարձրացնել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բարերարներին, ովքեր իրենց դուման են ներդրել եկեղեցու
կառուցման գործում Իրավամբ այսօր պատմական ու տոնական օր է ակունք բնակավայրում։ Բոլորիս ներկայությամբ Սրբազան հայրը օձեց ակունք բնակավայրի եկեղեցին, որը այսուհետև սրբատեղի է ոչ միայն ակունքցիների, այլև նաև բոլոր վարդենիցիների, ինչու չէ նաև ամայն հավիտյան համար։ Ուզում եմ ես իմ շնորհակալությունը հայտնեմ Սրբազան հորը, Գևարքունիքի մարզպետ պարոն Սարգսյանին, նախաձեռնության համար շնորհակալություն եմ հայտնում ակունք վարչական բնակավայրի ղեկավար Նիկոլա Խաչատրյանին եւ բոլոր այն հայ որդիներին, ովքեր իրենց լուման են ունեցել այս եկեղեցու կառուցման համար։ Այս սրբավայրի ծնչող բոլոր աղոթներում թող լինի խնդրանք Աստծուն, խաղաղություն ու բարեկեցություն հայոց աշխարհին, հայ ժողովրդին, մեր պետության ու մեր պետականությանը։ Մեկ մշուդաշտ, մեկ սասն ու սար, մշուդաշտեր մեկ խորոդար, աչկերում իսեր ու խավար, ունքերում իսկեր ու կամար։ Մեկ մշուդաշտ, մեկ սասն ու սար, մշուդաշտեր մեկ խորոդար, աչկերում իսեր ու խավար, ունքերում իսկեր ու կամար։ Երկովացիմ հանդիքնանա, մշավջիկ թող շուտ մեծնա, թող աշխարը իմանա, սասնցում ասպիտ իրանա, երկովացիմ հանդիքնանա, մշավջիկ թող շուտ մեծնա, հանդիքնանա, սասնցում ասպիտ իրանա։ Այսօր բոլորիս համախմբել է մեր հավատքը առ Աստված։ Ակունքի եկեղեցին իր շուրջն է հավաքել բոլոր հավատավոր հայերին։ Շուրջ 90 տարի շարունակ ակունքցին իր հոգում միշտուղ տարած երազում էր վերակառուցված եւ բարեկարգված տեսնել այս պատմական եկեղեցին։ Այսօր ակունքցու այդ երազանքը արդեն ցանկալի իրողություն է։ Ակունքի հավատավոր ժողովուրդը ստացավ իր պապերի աղոթատունը, վերակառուցված եւ բարեզարդված Սուրբ Մեսրոպ եկեղեցին։ Մի շարք նվիրյալ հայորդիների բարեգործությամբ Հայաստանում վերհառնեց եւս մեկ եկեղեցի։ Ակունքը շնորհակալ է բոլոր այն նվիրյալ հայորդիներին, ովքեր իրենց ֆինանսական ներուժը ուղղեցին այս ազգանվեր եւ եկեղեցաշեն գործին։ Օգնեցին, որպեսզի վերակառուցվի ակունքի մշակութային մեծ ժառանգություն համարվող Սուրբ Մեսրոպ եկեղեցին։ Թող Աստված շենություն բերի ձեր ընտանիքներին, հույսով, հավատով եւ լույսով առաջնորդվեք միշտ եւ ամենուր։ Թող որ եկեղեցին օգնի սահմանները անարիք պահող զինվորներին, եւ թող Աստծո Սուրբ Աչի հովանու ներքո խաղաղություն հաստատվի Հայաստան աշխարհի սահմաններում։ Խորին երախտագիտությամբ մեր շնորհակալական խոսքն ենք հղում եկեղեցու վերակառուցման այս սուրբ գործը ստանձնած Նիկոլա Խաչատրյանին։ Ձեր անունը հավերժ դաջված կմնա ակունք գյուղի պատմության էջերում, հիշվելով սերունդների կողմից։ Թող որ Աստծո լույսն ու օրհնությունը ուղեկից լինեն ձեզ եւ ձեր ընտանիքին միշտ եւ ամենուր։ Քանի որ օծվելուց հետո նաև Խորանի պիտի դրվի գավաթը, որը խորհրդանշում է Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի սուրբ գավաթը, ես ուզում եմ իր սրտի ընտանիքի անունից նվիրել եկեղեցուն, մեր նորոցա եկեղեցուն։ Շենացրև սերտունը, հակսարդի
Ակունքի Սուրբ Մեսրոպ եկեղեցու վերակառուցումն ու օծումը վկայում են մեր ժողովրդի անսասան հավատի, հոգևոր արժեքների կարևորության, պատմական ժառանգության հանդեպ սիրո ու նվիրումի մասին։ Այս եկեղեցին դարերի ընթացքում դիմագրավելով փորձություններին, այսօր վերածնվեց ոչ միայն որպես աղոթքի տուն, այլև համայնքային հոգևոր կյանքի նոր կենտրոն։ Այս իրողություններն էին, որ կարևորվեցին բոլոր ելույթներում։ Այսուհետ յուրաքանչյուր տարվա հունիսի 21-ը ակունքում կնշվի որպես ուխտի օր, նշեց Նիկոլա Խաչատրյանը։ Տոնական օրը եզրափակվեց մատաղի արարողությամբ։